Գևորգ եպիսկոպոս Սարոյանը իր պաշտոնից ազատվել է եւ դեռևս նոր պաշտոնում չի առաջադրվել եւ այս պարագայում ճնշումներ է գործադրում քահանաների վրա, զավթած է պահում առաջնորդանիստը, գավազանը, ինչպես նաեւ մեքենան, որը տրամադրվել է իրեն, այս մասով ինչպես կմեկնաբանեք, ինչու նախ քրեական գործ չի հարուցվում, որովհետեւ արդեն այդ պաշտոնում ուրիշ մարդ է առաջադրվել, ուրիշ եպիսկոպոս է Խնդիրն այն է, որ քրեական գործ հարուցողները մասնակցում են այն արշավին, որին մասնակցում է Գևորգ եպիսկոպոսը, ակնհայտ է արդեն վաղուց, որ սա արվում է իշխանական բոլոր լծակների օգտագործումով, հարձակում է եկեղեցու դեմ եւ հնարավոր բոլոր գործիքները օգտագործում են ապօրինաբար այս process-ները առաջ տանելու։ Սխալ է նաև ձևակերպել պաշտոն հասկացությունը, որտեղ կրոնական կազմակերպության առաքելական եկեղեցու պարագայում դասական իմաստով պաշտոն կամ աշխատանքային հարաբերություններ հոգևորականների հետ չկան եւ ինքն էլ հերթական անգամ նաև դատարանների միջոցով էլի ապօրինի միջամտությամբ փորձում է իր դիրքը պահել, բայց շատ ակնհայտ է, որ վերջինս իր ծառայությունից այս մասով ազատվել է եւ հիմիկվա իր գործողությունները ուղղակի հակադրվում են կրոնական կազմակերպության առաքելական եկեղեցու շահերին։ Այնտեղ բացարձակ հայցողությունի կաթողիկոսը որևէ տեսակի որոշում կայացնելու եւ այդ որոշումները քննարկման ենթակա չեն, ինչպես տարբեր դերակատարների քաղաքական, այնպես էլ Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից։ Դրա վերաբերյալ կա եվրոպական դատարանի շատ հստակ պրակտիկան, որով արգելվում է միջամտությունը ցանկացած տեսակի միջամտությունը պետության կողմից, իշխանությունների կողմից կրոնական կազմակերպության ներքին գործերին։ Ավելին եղել են դեպքեր, որ հոգևորականներ կամ նախկին հոգևորականներ դատական պաշտպանություն են հայցել պետություններում, պետությունների դատարանները մերժել են այդ պաշտպանությունը կրկին ասելով, որ չեն կարող միջամտել այդ գործերին եւ եվրոպական դատարանը չի արձանագրել դիմողների իրավունքների խախտում, այսինքն ասել է այո, դատարանները ճիշտ են, որ չեն կարող միջամտել։ Սա շատ հայտնի պրակտիկա է, բայց դա հետ չի պահել կոնկրետ դատավորի, որպեսզի կատարի նման անօրինական գործողություն եւ լրացուցիչ անգամ փորձի ինչ-որ քարոզչական հարթակներ ապահովել, անկախ ամեն ինչից ինքը համարվում է իր ծառայությունից ազատված, այդ որոշումը բեկանման ենթակա չի, իսկ մնացած իր գործողությունները արդեն տարբեր տեսակի հանցագործություններ են։ Գույք զավթելու, ինքնիրավչության, գույքի յուրացման եւ տարբեր դրսևորումներ։ Նաև պետական պաշտոնյաները պետք է ինչ-որ կերպ արձագանքեն այս ճնշումներին, այսօր Տիկին Մանասյանի հետ ենք խոսում այս թեմայով, որը ինքն էլ ասաց, որ այո, այս գործողությունները ոչ իրավաչափ են։ Էլի դառնանք թեմային, որ պետական պաշտոններ զբաղեցնող անձինք իրենք են կազմակերպել այս հարձակումը եկեղեցու դեմ եւ չեն կարող իրենցից պաշտպանել եկեղեցին։ Առաջիկա ռեալ հնարավորություն է հարձակման դեմը կանխելու, դա քաղաքական իշխանության փոփոխությունն է, որևէ այլ սուբյեկտի կողմից քան գործող իշխանությունն է։ Ինչ վերաբերում է առանձին պաշտոնատար անձանց առանձին հայտարարություններին, չեմ լսել մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը, բայց ընդհանուր գործունեության տեսանկյունից կարող եմ ասել, որ նմանատիպ հայտարարություններ իրենց ֆորմատով շատ թույլ են եւ միայն արվում են հայտարարության համար, սակայն հետեւողական ընթացք չի տրվում։ Բնականաբար այս պարագայում մարդու իրավունքների պաշտպանից ակնկալում է շատ ավելի ինտենսիվ միջամտություն, այդ թվում միջազգային դերակատարների ներգրավմամբ։ Այսինքն մենք այլ տարբերակ, այլ միջազգային կառույցների դիմելու տարբերակ չունենք, քանի որ այս բանին տեսնում ենք իրավախախտումներ են կատարվում։ Տարբերակներ կան բնականաբար այս իրավունքները, որ խախտվում են ենթակա են նաև միջազգային ատյաններում բարձրաձայնման, բայց նախ դրանք որոշակի տևական գործընթաց են ենթադրում, երկրորդ դա առաքելական եկեղեցու հայցողության տիրույթում է, իսկ եթե եկեղեցին կորոշի, որ ինքը այդ գործիքներին դիմելու անհրաժեշտություն տեսնում կդիմի։ Եվ այս պարագայում եկեղեցին ինչ քայլեր է ձեռնարկում եւ ինչ քայլեր պետք է ձեռնարկի։ Այս պարագայում առնվազն իմ դիտարկումը կարող եմ ասել, որ չափազանց հավասարակշռված եւ հանդուրժող վերաբերմունք է դրսեւորում, ինչու գուցեև հենց հարիրը առաքելական եկեղեցու հավանաբանությանը, բայց ես գոնե որպես իրավաբան տեսնում եմ, որ այս գործիքակազմում պետք է ավելի ինտենսիվ օգտագործել իրավական գործիքները այս հարձակումների դեմն առնելու համար։
Այսպիսին 4 եկեղեցի է զավթած մնում եւ օրինավոր քահանաները չեն կարող մուտք գործել եկեղեցի։ Դե դա հենց զավթողների կողմից առանձին այդ նախկին հոգևորականների կողմից ինքնիրավչության դրսևորումը, շենքշինություններ զավթելու դրսևորումը, ցավոք սրտի դա ուղեկցվում է նաև ոստիկանական ուժերի հանցակցությամբ։ ՊՊՑ-ն հսկում է Գևորգ Սրբազանի անվտանգությունը, նախ այսպիսի իրավունք կա, որ ՊՊՑ-ն պետք է 20 աշխատակիցներ հսկեն Գևորգ Սրբազանին։ Եթե ՊՊՑ-ն հսկում, դա վերջիններիս լիազորությունների մեջ չի մտնում բացարձակ, որտեղ նույնիսկ եթե նախկինում կար կարգավորում, որ կաթողիկոսը պահպանվող անձ է, անվտանգությունը պահպանվում էր պետական պահպանության կողմից, օրենքով դա դուրս բերվեց եւ այլևս չի հանդիսանում այդպիսի անձ։ Հնարավոր է, որ ոստիկանությունը ապահովի ինչ-որ անձի անվտանգություն, թե կան հստակ տվյալներ, որ այդ անձի անվտանգությանը որևէ սպառնալիք կա։ Բնականաբար որևէ տեղեկություն չի կարող լինել, որ ինչ-որ մեկը ֆիզիկական հարձակում է գործելու Գևորգ Սրբազանի նկատմամբ, սա ընդհանրապես եմ ասում։ Այդ դրսևորումով ոստիկանական ուժերի կիրառումով այդ տարածքները զավթած պահելու, այդ թեմի առաջնորդի ատրիբուտները զավթած պահելու դրսևորումը։ Գևորգ Սրբազանի կողմից զավթած է մնում նաև Գանձարանը, որովհետև Գանձարանը վեհապարի կողմից արդեն վերահսկողության տակ է եւ ինչ գումար հավաքվում է, նա կարելի ասել իրեն է վերացնում, սա ինչպես կարող ենք ամանել։ Դե այս բան չենք կարող ասել այնտեղ որևէ գումար կա կամ չկա, բայց ինքնին հարցը, որ հենց հատկապես նման պահանջել ներկայացվել է դատարան, որպեսզի վերջինիս թույլատրվի նորմալ այդ միջոցները, գալիս են հուշելու նրա ոչ թե գաղափարական ինչ-որ վեհարժեքների մասին, այլ կենցաղային մակարդակում ինչ-որ նյութական միջոցներ տնօրինելու ցանկության մասին։